Բարի լույս, հարգելի հեռուստադիտողներ, Շարավոտ լուսոյի եթերը շարունակում է սպորտը, ես Արմեն Ղարամյանն եմ եւ սա նշանակում է, որ մենք խոսելու ենք սպորտից, ավելի կոնկրետ ֆուտբոլից, իսկ ավելի կոնկրետ Նոայից։ Նոայի եվրագավաթային ճանապարհը սկսվել է եւ առաջին խաղը կայացել է, վաղն արդեն երկրորդ հանդիպումն է։ Հյուրերս Նոա ֆուտբոլային ակումբի զարգացման տնօրեն Աննա Օհանյանը, բարի լույս։ Բարի լույս։ Եվ Նոայի եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արամ Խամոյանը, բարի լույս։ Բարի լույս։ Մինչև անցնելը Զիմբրուի հետ խաղին, ակումբային լեզվով ասած match day -1 է այսօր։ Ես կուզեմ խոսել առաջնությունից, ավարտված առաջնությունից, չստացվեց դառնալ չեմպիոն, բայց փոխ չեմպիոն, գավաթակիր, սուպեր գավաթակիր։ Եթե գլոբալ վերցնում ենք, այս արդյունքը գոհացուցիչ էր ակումբի համար։ Կարծում եմ, որ Նոայի նման հավակնություններ ունեցող ակումբի համար չեմպիոն չդառնալը չի կարող լինել գոհացուցիչ որևէ պարագայում, այնուամենայնիվ ունեցանք խոշոր նվաճումներ, ինչպես նշեցիք սուպերգավաթը, գավաթը, ինչպես նաև պատմական նվաճում Հայաստանի ակումբային ֆուտբոլի համար, կոնֆերենցիաների լիգայի play-off, մենք ասում ենք, որ սա ամենակարճ դադարն էր եվրագավաթային Հայաստանում, որովհետև վերջին խաղը կայացավ փետրվարին, գոհացուցիչ էր միանշանակ այն առումով, որ Հայաստանի վարկանիշը կարողացանք բարձրացնել մինչև 33-րդ հորիզոնական, հնարավորություն տալով հաջորդ մրցաշրջանի գավաթակրին սկսել Եվրոպա լիգայից ճանապարհը, այնուամենայնիվ շատ կարևոր է նաև լինելու այս տարի անպայման վերցնել նաև չեմպիոնի տիտղոսը։ Այո, եթե շատ թիմեր մտածում էին գավաթի խաղարկությունում, խնայեն առաջնությունում ավելի շատ կենտրոնացնեն ուժերը, հիմա այդպես չի լինելու, Եվրոպա լիգան ամեն դեպքում գայթակղիչ է եւ այդ տեսանկյունից նաեւ գավաթի խաղարկությունը բավականին հետաքրքիր դառնալու։ Արամ առաջնության երկրորդ հատվածում կերպարանափոխված Արամ Խամոյան տեսանք, կտրուկ ստացվեց այդ անցումը, հա, ԲԿՄ-ից հետո տպավորություն էր, որ դժվար է լինելու մեկնարկային կազմում տեղ զբաղեցնելը Նոայի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատ որակյալ լեգիոներներ ունի թիմը, դու ինչպես էիր հավատում, նախ հավատում էիր թե ոչ, որ կարողանա շատ արագ ինտեգրվել թիմին եւ մեկնարկային կազմում տեղ զբաղեցնել եւ քո այդ աճի հաղթաթուղթը որն էր։ Իհարկե հավատում էի, բայց նաև միաժամանակ համբերատար էի, համբերատար սպասում էի իմ շանսին եւ երբ այդ շանսը ստացա, օգտագործեցի։ Նոա տեղափոխվելուց իհարկե գիտակցում էի, որ շատ լուրջ մրցակցության մեջ եմ մտնելու եւ դա ես դիտարկում էի դա որպես միայն զարգացման ճանապարհ ինձ համար, որպեսզի ֆուտբոլիստը զարգանա, պետք է մտնի այդ մրցակցության մեջ, պետք է հաղթի եւ այդ մտքով տեղափոխվեցի Նոա, համբերատար, սպասեցի իմ շանսին, թե մարզումներին, թե ընկերական խաղերին, ինձ դրսևորեցի եւ շանսը ստացա առաջնությունում եւ կարծում եմ օգտագործեցի։ Սանդրո Պերկովիչը անընդհատ այդ խաղային ասուլիստերին քեզ գովաբանում էր։ Նաև ասուլիստներից մեկում ասաց, ես դրա իրավունքը չունեմ, բայց ամեն դեպքում կարծում եմ Արամ Խամոյանը պետք է հրավիրվի Հայաստանի հավաքական, մարզչի ուշադրությունը գրավեց այդ փաստի վրա, դա քեզ լրացուցիչ մոտիվացիա էր։ Այո, իհարկե, երբ մարզիչը այդպիսի խոսքեր է ասում քո մասին, դա շատ մեծ մոտիվացիա է եւ շատ հաճելի է եւ նաեւ շնորհակալ եմ նրան այդպիսի խոսքերի համար եւ այդպիսի խոսքերից հետո դու ուզում ես ավելացնես, միայն ավելացնես եւ քո առավելագույնը տաս թիմին, ակումբին եւ այո։ Աննա 2 տարի առաջ, երբ Նոան իր պատմության ընթացքում երկրորդ անգամ եվրագավաթային խաղային մասնակցելու հնարավորություն ստացավ, տարիներ առաջ էր մեկը կուպսի հետ դիմակայությունը լրիվ այլ պատմություններ այնտեղ, այդ զարգացումը 2 տարվա ընթացքում երևի թե շատ արագ կատարվեց, արդյոք սա պլանավորած էր, արդյոք դուք տեսնում էիք, որ այսպես կարող է լինել, թե ավելի համբերատար ճանապարհի կողմնակից էիք դուք, թե միանգամից այսպիսի աճ գրանցելը ավելի արդյունավետ է, որն է, այդ բալանս կա այս ամենի մեջ։ Կարելի է ասել, որ առաջին տարվա համար դա երազանք էր անհասանելիությամբ, բայց երազանք չէր այն պրակտիկ քայլերով, որ արեցինք դրա համար, այսինքն միանգամից կազմի ուժեղացում, շատ համարձակ քայլեր հենց եվրագավաթից առաջ 70% կազմ փոխել կամ 80% կազմ փոխել, այնուամենայնիվ գնացինք դրան, երազանք էր առաջին մրցաշրջանում, նպատակ էր արդեն երկրորդ մրցաշրջանում, ու սա լինելու է շարունակական եւ կայուն նպատակ անընդհատ եվրագավաթային խմբային փուլ, անհավանական էր այնքանով, որ եվրագավաթային պատմության մեջ, կոնֆերենցիաների լիգայի պատմության մեջ միայն մի թիմի է հաջողվել սկսել առաջին փուլից որակավորման եւ հասնել մինչեւ լիգայի փուլ եւ դա Նոան է։ Եվ այնտեղ էլ մենք կարող ենք իրականում այն ժամանակ էլ կարող ենք դուրս գալ play-off, բայց այնտեղ մի փոքր չբավականացած միգուցե հենց փորձներ, որը հաջորդ տարի եկավ, ունեինք նաև Ֆլավա Գուրմբարկու, Գոնսալո Գրեգորիուն, դա էլ էր պատմական ցուցանիշ,
Գանք Զիմբրուի հետ դիմակայությունից առաջ շատ ու շատ մասնագետներ, նաև Քիշնևում բոլորը վստահ են, որ բացի այդ ֆավորիտը Նոան է։ Հիմա եթե առաջին խաղը որպես արխիվում ունենում ենք, որպես կայացած հանդիպում, թերագնահատել եք մրցակցին, որ այդ արդյունքը գրանցվեց։ Իհարկե ոչ, մենք երբեք չենք թերագնահատում մեր մրցակցին։ Կան պատճառներ, իհարկե սպասելիքները շատ մեծ են Նոայի պես ակումբից ամեն խաղին, կապ չունի դա առաջնությունը, թե եվրոպական մրցավեճը, բայց կարծում եմ դա առաջի օֆիցիալ պաշտոնական հանդիպումն էր, կային նոր ֆուտբոլիստներ եւ ոչ մի արտասովոր բան չկա, կարծում եմ ընթացքում կհավաքենք եւ լավ մարզավիճակի մեջ ամբողջ թիմով կհասնենք լավ մարզավիճակին եւ կարծում եմ նորմալ է, որ կարա առաջի խաղը օֆիցիալ այդպես ստացվի, բայց հաստատ թերագնահատման խնդիր չէր եւ այո։ Լավ, թերագնահատման խնդիր չէր, իսկ ինչն էր հիմնական բացատրությունը, որ Նոան ուժեղ թիմերի հետ խաղերում, հենց նույն եվրագավաթների հետ է վերցնենք, շատ ավելի լավ է խաղում, քան կարգով ցածր թիմերի հետ խաղերում։ Դա ունի ինչ-որ բացատրություն։ Ես չեմ կարծում, որ դա ինչ-որ բացատրություն ունի եւ ինչ-որ պատճառ, կարծում եմ դա այդպես ուղղակի ստացվել է եւ իհարկե ուժեղ թիմերի դեմ, կլասով բարձր թիմերի դեմ ցանկացած ֆուտբոլիստ ավելի լավ է տրամադրվում, ավելի մեծ մոտիվացիա ունի, բայց դա չի նշանակում, որ Զիմբրուին թերագնահատել էին կամ սենց, չէ, դա կապ չունի։ Իսկ համարում եք դիմակայության ֆավորիտ Նոային ամեն դեպքում, բացի այդ ֆավորիտ։ Դուք։ Այո։ Աննա, 2 տարի առաջ դուք նշեցիք, որ լրիվ նոր կազմ հավաքվեց, 70-80% ֆուտբոլիստներ փոխվեցին թիմի, նախորդ տարի մարզիչը փոխվեց շատ տարօրինակ իրավիճակում, ամեն դեպքում 2 անընդմեջ մրցաշրջան կարելի ասել Նոան ֆորս մաժորում հայտնվեց։ Այս տարի այդպես չէր, համբերատար աշխատելու հնարավորություն կար, ֆուտբոլիստներ հրավիրելու ժամանակ կար, նախ կուզեմ իմանալ կոմպլեկտավորումն ավարտված է թիմի թե ոչ եւ արդյոք ամեն ինչ արվել է, որպեսզի առաջիկա մրցաշրջանում թիմը կարողանա մի քանի ճակատով պայքարել եւ պետք է հաշվի առնել, որ Նոան կարող է էլի հայտնվել լիգայի փուլում։ Ես կարծում եմ դեռ ավարտված չէ հավաքագրումը, հնարավոր է էլի համալրում, այնուամենայնիվ մենք կանգնած ենք լրջագույն խնդրի առաջ, դա լեգիոնականների սահմանափակումն է եւ այն թիմի համար, որն ունի եվրոպական նկրտումներ, եվրագավաթային նպատակներ, հավակնություններ, շատ բարդ է կոմպլեկտավորել թիմն ամբողջապես, քիչ ավելի փոքր կազմով, քան նախատեսվում էր, քանի որ այդ սահմանափակումը մտցվեց տրանսֆերային պատուհանի բացումից հետո, երբ արդեն մենք պլանավորել էինք կազմի ավելի մեծ խորություն, ավելի խորը կազմ, ունենք այնինչ ունենք, պետք է փորձենք հասկանալ, թե ինչպես պետք է այս իրավիճակում ավարտենք տրանսֆերային պատուհանը փակենք, այնուամենայնիվ թե հավաքագրման տեսանկյունից եւ թե մարզումային հավաքի կազմակերպման տեսանկյունից ամեն ինչ արել ենք, որ մինչեւ մրցաշրջանի վերջ մեր շունչը հերիքի եւ թե ֆուտբոլիստները, թե մարզչական շտաբը ունենան բոլոր հնարավոր պայմանները լավ մրցաշրջան անցկացնելու համար, այս մրցաշրջանի առաջին հանդիպումը մեր նշանավոր է նրանով, որ նաև մարզումային հավաքը հենց Նոայի ակադեմիայում, Նոայի մարզաբազայում է, տղաները արդեն բնակվում են մեր մարզաբազայում եւ իրենց նախախաղային մարզումներն են այնտեղ անցկացնում եւ կրկնակի մարզումներն են անցկացնում, կարծում ենք, որ սա էլ հավելյալ թե մոտիվացիա է եւ բարելավված պայմաններ մեր ֆուտբոլիստների համար։ Սա առաջին հերթին ձեռքբերում է, ակումբի ձեռքբերում, հայկական ֆուտբոլի ձեռքբերում, դուք պատճառ նշեցիք, խնդիր բարձրաձայնեցիք լեգիոներների սահմանափակման տեսանկյունից, արդյոք այստեղ լուծումը հայ ֆուտբոլիստերի հրավիրելը չէ, ազգությամբ հայ թեկուզ դրսում խաղացող բարձրակարգ, Նոան դե հավակնոտ ծրագրեր ունեցող թիմ է եւ գրավիչ է նաեւ դրսում խաղացող որոշ հայ ֆուտբոլիստերի համար, նման պլաններ կան, իսկ այդ դեռական ինչ-որ նորություններ, թե Տեսեք, լեգիոնականների սահմանափակումը չէ, որ մեզ մղելու է բարձրորակ լավ հայ ֆուտբոլիստներ ներգրավել Նոա, դա միշտ մեր նպատակն է, այնուամենայնիվ ինչքան առաջնության որակը ցածր լինի եւ ինչքան ավելի քիչ մրցակցային լինի, այնքան ավելի քիչ կհետաքրքրի դրսում հանդես եկող ֆուտբոլիստներին վերադառնալ Հայաստան, իսկ կարծում ենք այս սահմանափակումը այո թույլատնելու է մրցունակությունը Հայաստանի Պրեմիեր լիգայի, այնուամենայնիվ կա խնդիր, որ մեր ֆուտբոլիստները երբ դուրս են գալիս Հայաստանի Պրեմիեր լիգայից, չեն ուզում, դա հետքայլ են համարում վերադառնալ Հայաստան։ Այնուամենայնիվ Նոան ամեն ինչ անելու է, որ հնարավորինս թե փորձառու հայ ֆուտբոլիստների ներգրավի արտերկրից Հայաստանից եւ թե տաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստների, որոնք կարող են հիմնական կարող են համալրել մեր կազմը։
Արամ ընդհանրապես Նոայի Եվրագավաթային խաղերին, նաև առաջնության խաղերին բավականին շատ երկրպագուներ են գալիս արդեն եւ ինչ որ խոսք ունեք ասելու երկրպագուներին խաղակայանալու է Աբովյանում, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում, որքանով է կարևոր ֆուտբոլասերի համար, որովհետեւ ասում են, երբ տրիբունայում քիչ երկրպագուներ են լինում, ֆուտբոլիստի մոտիվացիան մի փոքր ավելի քիչ է լինում, իրեն ցույց տալու, իրեն դրսևորելու, իսկ երբ երկրպագուները շատ են, լրիվ այլ ֆուտբոլ է լինում, այդպես է թե ոչ։ Այո, իհարկե, այդպես է, միշտ հաճելի է տեսնել Լեփլեցուն ստադիոն, Լեփլեցուն մարզադաշտ եւ երկրպագուներին կասեմ, որ ամսի 35-ան մարզադաշտ եւ աջակցեն մեզ եւ իմանան, որ իրենց աջակցությունը շատ մեծ կապ ունի մեզ համար, շատ մեծ մոտիվացիա է մեզ համար եւ եթե մենք հաղթում ենք բոլորով։ Ես շնորհակալ եմ ձեզ, հաջողություն եմ մաղթում Եվրագավաթային այս ճանապարհի ընթացքում, արժևում վաղն արդեն Զիմբրուի հետ տնային խաղն է։ Հուսով ենք մյուս շաբաթ կլինի արդեն հնարավոր Սիոնի հետ դիմակայությունը։ Իդեպ դա էլ շատ հետաքրքիր է, այնտեղից ֆուտբոլիստներ եկել դարպասապահ Ֆայուլուն նախորդ մրցաշրջանում եկավ, հիմա վերադարձել են։ Եվ Սայնտինին դեռ այստեղ է Նոայում է։ Ամեն դեպքում հայ-շվեյցարական հետաքրքիր դիմակայություն կարող ենք ունենալ։ Ձեզ հաջողություն Եվրագավաթային այս մրցաշրջանում, նաև Հայաստանի առաջնությունում։ Շնորհակալ եմ հարգելի հեռուստադիտողներ ուշադրության համար։ Հիմա մեր եթերում գովազդ, հետո առավոտություն կշարունակի իր թողարկումը։